Նրանց վստահում են նրանք, ովքեր այլևս չեն վստահում ոչ ոքի։ Նրանց դիմում են մարդիկ, որոնց պատմությունները հաճախ սկսվում է մեկ բառով՝ օգնեք։ Բարի գալուստ մեր խորհրդավոր տիեզերք։ Յուրաքանչյուր թողարկման այստեղ բացվում են պատմություններ, որոնք մարդիկ հաճախ խուսափում են բարձրաձայնել անգամ իրենց մտքում։ Այս տաղավարն այն վայրն է, որտեղ բացվում է յուրաքանչյուր կապանք ու յուրաքանչյուր հարց ստանում իր պատասխանը։ Իսկ այդ ամենում մեզ օգնում է մեր մշտական փորձագետ, Հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս լավագույնը ճանաչված պայծառատես Անի Գրիգորյանը։ Հեռուստադիտողի համար հիշեցնեմ, որ գաղտնի սենյակում հյուրը հետևում է մեր զրույցին, տալիս իր մեկնաբանությունները, իսկ այստեղ Անին կոտրելով կարծրատիպերը քննարկում ու բարձրաձայնում է նրա կյանքի քառուղիներում թաքնված ամենախորը գաղտնիքները։ Բարի գալուստ, տեսնելով անտեսանելին նախագիծ։ Բարի երեկո Անի, ինչպես նշեցի արդեն իմ բացման խոսքում, ունենալու ենք գաղտնի հյուր, բացահայտելու ենք նրա անցյալը, ներկան ու եթե հարկ լինի նաև ապագան։ Դու պատրաստ ես։ Իհարկե, ես պատրաստ եմ, հյուրը պետք է պատրաստ լինի։ Իսկ էմոցիաների բախումները, նրա կողմից ստեղծված շփոթությունները արդյոք քեզ համար չեն բերելու դժվարություն։ Միանշանակ ոչ, որովհետև այս ոլորտում արդեն 17 տարի եմ աշխատում։ Հավելեմ մեր հեռուստադիտողի համար, որ Անի Գրիգորյանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս բազմակի անգամ արժանացել է լավագույն պայծառատես կոչման։ Այսպիսով ինչ է մեզ անհրաժեշտ մեր կանխատեսումները սկսելու համար։ Հյուրից ինչ որ ինքը շփվի է իրի հետ եւ ուղարկի մեզ, որպեսզի տեսնենք կարողանանք բացահայտել իրեն ներկան, անցյալը, ապագան կամ ով լինելը։ Привет, привет, вода. Привет, вода, вода. Покажи мое будущее. Խնդրեմ մեր ադմինիստրատիվ խմբին մոտեցնել իրը, որի հետ արդեն որոշակի ժամանակահատված շփվում է մեր գաղտնի հյուրը։ Շնորհակալություն։ Տեսնենք ոսկե ձկնիկը կարող է փոխանցել մեր հյուրի էմոցիաները եւ պատմել նրա մասին։ Եթե ես այս պահին հարցեր տամ, կխանգարեմ ձեր գործողություններին։ Չէ, չխանգարել։ Ինչ կարող է պատմել ձուկը հյուրի մասին, ով ընդամենը մի քանի րոպե է շփվել այս ձկան հետ։ Ձուկը չի կարող պատմել, ես եմ կարողանալու եւ ջուրն է այստեղ ամենամեծ էներգետիկ դաշտը, որովհետեւ ձուկը ուղղակի այսպես գեղեցիկ սիմվոլ է, հա, սիրունություն է, իսկ ջուրը, չէ՞ որ հենց Աստվածաշնչում Քրիստոսը ջուրը գինի դարձրեց, ամենաուժեղ հաղորդակցման միջոցն է մարդու հետ, ովքեր որ չգիտեն, կարող եմ ասել, որ եթե տվյալ անձը շփվում է մի պատճառի հետ կամ այդ ջուրը խմում է, ուղարկում է, ուրեմն յուրաքանչյուր պայծառատես էքստրասենսի համար արդեն հեշտ է լինում ընկալելն ու հասկանալը, թե ով է տվյալ անձը։ Հուսով ենք մեր գաղտնի հյուրը չի խմել այս ջրից։ Ինչ որ չզգա, չէ՞։ Կամ ասի, Մայքլ Ջեքսոնն է, չէ՞ ինչ որ։ Գաղտնի հյուրը ինքն էլ է այս ցկանի նման գեղեցիկ, ասեմ իմանա։ Ծույն։ Կին արմատ եմ տեսնում։ Բայց ձուկը անհանգիստ է, որովհետև շփվել է տվյալ անձի հետ ու ինքը անհանգիստ բնավորություն ունի այս տվյալ կինը, հասկանում եք, շատ անհանգիստ բնավորություն ունի։ Այսպես կան, չէ, կանայք, որ խելոք, դինջ, զուսպ, հանգիստ են, բայց այս կինը այսպես կժոտա։ Այս ցկան նման sense տեսնում եք ցուգը ինչ է անում։ Այնպես չի որ ես հորինում եմ, այդ վկայում է որ հյուրը վարյաններ կամ րոպե որ շփվել է, արդեն իր էներգետիկ դաշտը ազդել է ցկան վրա։ Բայց ցուգը ինձ մոտ հանգիստ էր։ Չեմ ասում էներգետիկ դաշտը վատն է, բայց
Շատ ասելիք ունեմ եւ հուսով եմ, որ ինձ 2 րոպե ժամանակ կտրամադրեք, որպեսզի հասկանամ հյուրի ով լինելը։ Համեցեք, այս պահին էլ առաջարկում եմ մեր հյուրին իր գաղտնի սենյակում կիսվել էմոցիաներով, ինչպիսի ապրումներ են այս պահին, երբ էքստրասենսն աշխատում է հենց ձեր շփված ջրի եւ ձկան հետ, արդեն մի քանի վարկածներ հնչեցվել է Անիի կողմից, արդյոք համաձայն եք թե ոչ։ Իրականում անհանգիստ ես լինում եմ, բայց ընդհանուր առմամբ ես հանգիստ եմ։ Դե պահերը լինում են, որ ես անհանգիստ սենց բնավորության գիծ եմ ցույց տալիս, բայց օրինակ ձուկը իմ ձեռքերի մեջ ինքը ավելի հանգստացավ, ավելի կանգնեց։ Այսինքն սենց գժոտ չէր գնում գալիս։ Բայց թե հələ տեսնենք, հետաքրքիր է։ Նորից ասեմ, հյուրը կին է, անհանգիստ բնավորություն ունի ինքը։ Ինքը այսպես ցույց է տալիս, որ ինքը ուժեղ է, բայց ես այստեղ ուժեղ կին չեմ տեսնում, շատ փխրուն հոգի ունի։ Դե փխրունը ճիշտ է։ Բայց ես քիթը դուր է։ Չկա։ Դեմքի վրա ինչ որ փոփոխություն է կատարել։ Քիթա վիրահատել ու պետք է ասեմ, որ շատ էս փոքր քթով շատ սիրուն է։ Արդակին է դարձել։ Չեմ ասում նախկինում տգեղ արդակին է ունեցել, բայց այս փոքրիկ քթով ինքը շատ սիրուն է։ Բայց գիտեք, ինքը շատ լավ ընտանիքի աղջիկ է եղել։ Լավ բաբայի, լավ մամայի, դաստիարակված տնից է դուրս եկել, կիշտ խելացի։ Ճիշտ է լրի։ Չեմ հասկանում, մեկ բեմի վրա եմ տեսնում իրան, չեմ հասկանում, հեսա կկոնկրետանամ, դերասանուհի չեմ տեսնում, բայց ավելի շատ իր մոտ այդ թատերական ոլորտը այսպես շատ է զարգացած, այն արտիստիկ վիճակը իրա, այսպես ավելի զարգացած է։ Ոյ, մալացեց։ Թող հյուրը ինձանից չնեղանա, բայց պետք է մի հատ բան ասեմ։ Ես չեմ կարող իմ վերանի մեջ պահեմ, դիժդիտակ պահեմ, այո, ինչպես միշտ։ Ինքը լավ հայրիկ ունեցել է։ Ժողովրդին պիտանի մարդ է եղել։ Ճիշտ է, հայտնի երաժիշտ։ Երաժիշտ է եղել, երգահան է եղել, չեմ հասկանում, բայց 1000 անգամ թողների ինձ հարբեցող ու նարկոման, թմրամոլ մարդ է եղել, որը իրան կործանել է։ Ճիշտ է։ Կարող է ինքը հիմի հեշտի կամ չուզենա իմ ասածը ընդունի։ Հենց այդ իրա խմելը, այդ իրա նարկոտիկ օգտագործելը քանդել է իր տունը։ Հա, ճիշտ է։ Հյուրի մաման էլ շատ քաղաքավարի կիշտ կին է եղել։ Ինչի եմ անցյալով խոսում, որովհետև ներկապահին ես իրա ոչ մի ծնողին կենթանի չեմ տեսնում։ Հետո իմ մոտ այնպես տպավորություն է, որ չգիտեմ, այս կնոջը նայել է, ինչ է մարել, բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ ես տեսնում եմ, որ ես նայել եմ մի այլ դեմքով, հա, մի այլ դեմքի մազերով, քթով։ Հիմի իրան տեսնում եմ մի այլ։ Մինչ վիրահատություն, դուք արդեն նշեցիք, որ վիրահատություն է ունեցել։ Այո։ Ճիշտ է, ասեմ ենք հանդիպել ենք։ Կարող է դուրը չկա, բայց պետք է ասեմ, որ քիթը փոքր ծրած է ու այս փոքր քթով շատ սիրուն է ինքը։ Հենց տպավորություն է, որ կան բաներ, խոսքեր, որ ես այս տվյալ անձին ասել եմ, կրկնություն ոնց որ լինի, ոնց որ մի բան կրկնվում է ականջիս տակ։ Անի ես ճիշտ եմ հասկանում, ուզում եք ասել, որ հյուրը եղել է քեզ մոտ։ Հյուրը Այցելել է քեզ։ Մենք հանդիպել ենք։ Անմիջապես իմ տուն է այցելել, ոչ թե ինչ որ տաղավարում եմ ես իրան նայել, չէ, տաղավարում չեմ նայել։ Չէ, Այդ իսկ խալը։ Ու նենց տպավորություն է, որ ինքը մենակ չի եկել, կամ իրան շատ հարազատ կին, բարեկամուի կամ ոնց որ մամա լինի, այդ իրավիճակն եմ ես չգիտեմ, այդպիսի մի բան եմ տեսնում, այնց լավ աղջիկ ասեմ, կին ասեմ իրան, այնց լավ բնավորություն ունի, որ գիտեք լիքը մարդիկ իրան բամբասում են, թեկուզ ասեմ կարան ասեն անբարոյական, համասեռամոլ, բայց ես իրան ոչ համասեռամոլ եմ տեսնում, ոչ անբարոյական եմ տեսնում, ուղղակի իր այդ ազատ հագնվելը, այդ բաց ու փրախ վիճակը, հա, մարդկանց բերում է այդ եզրակացության, որ ինքը անբարոյական է, սանձարձակ վարք ունի, բայց
նենց լավ բարոյական կերպար է, Չերեզչուր, չափից շատ։ երբեք հանուն իրա փառքի ոչ մի հարուստ կամ ամուսնացած մարդու հետ տեղաշորժ չի կիսում, որ իրան առաջ տանեն, որը հիմի շատերի մոտ բնորոշ իրավիճակ է, այս կնոջ մոտ չկա տենց բան, պրոստը իրա բախտը չի բերում, հասկանում եք, ու ես ոնց պատկերացնում եմ, ես այս նույն խոսքը իրեն ասել եմ, որ ճակատագրով քեզ նենց է արված, որ դու ամուսնանաս, բաժանվես, չամուսնանաս, սխալ ընտրություն կատարես, հասկանում ես, ունեցել է ամուսնություն, բայց այդ ամուսնությունը իրա խայդարակ ամուսնություն է եղել, գիտեք։ Ոյ, ահավոր է, ճիշտ է, խայդարակ։ Այն որ կարող է հիմի շատերը իրեն քննադատեն, ասեն, գիտեք, թե իրա հետ չէին ապրի, ուզում եմ հասկանամ, խի, ինքը որպես այսպիսի, հա, ընտանիքի կին, ուզեցել է ինքը լավ կին լինի, ապագայում լավ մամա դառնա, պարզապես կողակիցը այս տպավորություն է, ոնց որ հոգեկան շեղվածություն ունեցած, հասկանում եք, բռնության է ենթարկել իրան, այո, ծեծել է, իսկ ես որպես կին, այսպես եմ հասկանում, որ եթե տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում, այդտեղ չկա էլ մնալու ու ապրելու։ Միանշանակ, դրա համար բաժանվեց։ Բայց իր ամենաստրեսային ցավը ծնողի կորուստն է եղել։ Այդքան շատ հայրիկի չէ, ինքը փոքր տարիքում է եղել, դպրոցական, որ իր պապան իրենց թողե ուրիշ երկիր է քնացել, ու այդ կարոտը հասկանում ես, այս երեխու մեջ միշտ եղել է ծնողի կարոտ, պապայի կարոտ, ինքը այսպես իր ֆանտազիային զոր է տվել, որ իր պապան այնտեղ միլիարդատեր է, ուրիշ երկրում, իրանց օգնում է, լավ, որբիսի ոչ մեկ, թե դպրոցում, թե տարածքում չիմանան, որ իրանց պապան իրանց թողել է։ Իմիջայլոց այդ իմ համար շատ ցավոտ բան է, երբ որ ծնողը չի լինում, ծնողներից մեկը առավել եւս հայրիկը, բայց ինքը շատ ամուր աղջիկ է, ամուր կին է, ինքը շատ տարբեր երկրներում է եղել, շատ լավ առաջարկներ է ստացել, բայց չի մնացել, հասկանում եք, նույնիսկ եղել են օրեր, որ ինքը իր մամայի հետ շատ սոված է մնացել։ Այդ է կապ։ Այդ հացի գումարը չի կարողացել այդ պահին վաստակել, բայց գիտեք, ոչ մեկից չի քնացել, խնդրել, աղերսել։ Եղել է այդպիսի օրեր։ Միակ դաժան ու վատ բանը, որ իր կյանքում ես տեսնում եմ, այդ մամայի կորուստն է եղել, որովհետև դաժան հիվանդություն եմ տեսնում։ Ճիշտ է։ Որ ինքը կորցրել է իր մամային, ու պետք է իրան ասեմ, որ ճիշտ է, շատ վատ է, որ ծնողը կողքը չի, բայց իր մամայի հոգին միշտ իր հետ է ու նույնիսկ փոքր տարիքից միշտ իր մաման իրան ուղղորդել է, որ դու ուժեղ ես, դու էս պետք է անես, դու այն պետք է անես, դու պետք է ամեն ինչի հասնես, հասկանում ես, մինչև առեսօր էլ ես իրան ասեմ, թող ինքը իմանա, որ մամայի հոգին իր հետ է, որ մամայի հոգին վերևից էլ ասում է, որ դու պետք է ուժեղ լինես, պետք է չընկճվես, դու պարտավոր ես ընտանիք ունենաս, դու պարտավոր ես մամա դառնալու, հասկանում ես, ու ինքը կդառնա մամա։ Այս պահին չունի երեխաներ մեր հյուրը։ Ես չեմ տեսնում այս պահին իրան, ոչ ամուսին, ոչ երեխաներ եմ տեսնում։ Հա, ինքը ունի շատ լավ ընկերուհի, որի հետ որ ինքը գաղտնիք է կիսում, մտերիմ է, իր ընկերների մի մասը իրան շատ են սիրում։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ ինքը փամփաս կոչ չի։ Կա տենց բան։ Կան չէ, տրված է շոու բիզնեսին, որ սրան մասին խոսեն, նրա մասին խոսեն, այս կինը չի փամփասում, հասկանում ես, ինքը ինքան ցավ է տեսել, տանջանք, վիրավորանք, նույնիսկ պահ է եղել, որ չի կարողացել նորից ասեմ, իր այդ հացի գումարը վաստակի, մանավանդ, ոյ, մի հատ բան պետք է ասեմ, բայց ես մի այլ տիպի չեմ ուզում այսպես թե հեռուստադիտողը, թե ինձ դիտողը կամ հյուրը նեղացնեմ, վիրավորեմ, ինչ որ կենտանի է պահում, տնային կենտանի ինքը։ Իսկ ես մի քիչ Արդյոք այս ձուկն է։ Չէ, ձուկը իր հետ կապ չունի, ձուկ չի, ինչ որ սենց մռմռան, փափուկ բան է։ Կատու եմ պահում, ճիշտ է ասում։ Շուն չի, կատու երևի, ես մի քիչ տենց չեմ ուզում այդպես ասեմ, մի քիչ զզվում եմ։ Ոյ լողն է։ Կենտանիներից, բայց երբեք ոչ խփում եմ, ոչ ծեծում եմ, ընդհակառակը, եթե տեսնում եմ սոված են, կերակրում եմ, բայց պետք է ասեմ, որ այդ
կատուն իրան ոնց որ սպոփանք լինի, հասկանում ես, ու չեմ ուզում այդպես վերագրեմ, ոնց որ շատ հաճախ այդ կատվի միջոցով ինքը իր մամայից լուր է ստանում, գիտեք, կարող է հիմի մեկը լսի ասես ինչ անհետեթություն է խոսում, բայց այդ կատվի միջոցով ինքը ոնց որ սենց հանգստանում է, իր ամեն ինչը ներկապահին ոնց որ այդ կատուն լինի, Չէ, բայց կարա լեզգում եմ դա։ բայց թող զգուշ մնա, որտեվ կամ կատվին կողանալու են, կամ կատվի հետ ինչ որ մի բան է լինելու, թող ուշադիր լինի այդ կատվին։ Անձնական կյանք, որ ասեմ, հա, կարող է ուրիշ մեկը իրեն տեսնի, թե արդակնապես, թե լսի, մտածեն, որ ինքը իր գլխի մազերի քանակի չափ սիրեկաններ ունի, չկա տենց բան, չունի։ Ուղղակի էլի եմ ասում, իր այդ դաջվածքներ եմ տեսնում վրան, այդ դաջվածքները, այդ բաց ու բարախ վիճակը, տենց մարդկանց բերում են աշճանի, որ այս կինը ամբարով աշկի տեր է, հասկանում ես, բայց չեմ տեսնում ես ամբարոյական, ով էլ որ համարում է իրան վատ մարդ, ամբարոյական, լեսբիան կա, չգիտես ինչ, պետք է ասեմ, որ սխալվում են, չկա տենց բան։ Այնպես չի, որ ես իրան պաշտպանում եմ, ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս, բայց էլի եմ ասում, շատ լավ աղջիկ է, շատ լավ կին է, շատ բարի է, ու ապակայում էլի եմ ասում, իրան բախտ է սպասվում, ու շատ մեծ դժվարությամբ մի հատ բալիգեր, չգիտեմ են, որ ասում են ձվաբջիջով, էկոյով է լինելու, թե ինչ է լինելու, բայց էլի եմ կրկնում, մի հատ բալիկ ինքը ունենալու է, ու շատ հավանական է, որ իր մամայի անունը կրի, որովհետև ես թույլ սեռի երեխա եմ տեսնում, ուժեղ սեռի երեխա չեմ տեսնում։ Նորից եմ ասում, իրան պետք է շատ լավ հրավերքներ լինի 2026 թվականին ոչ Հայաստանի տարածքում ու լավ կլինի, որ ինքը ընդունի այդ առաջարկը, որովհետև ինքը կարող է մտածի, վայ ինգերուս էլ կանչեն, ես հետս գա, իրան չեն կանչում, ես չգնամ, ինքը սենց գիտես շրջապատ, ինգերուի, ինգեր, այդ հասկացողության վրա ոնց որ շեղված լինի։ Այդքան որ ինքը կարող է մարդուն նվիրվի, սիրի, իրան թեգուս ցավացնեն, ինքը վատը չի խոսի, չի փամփասի, հասկանում ես, ու էս ինձ շատ զարմացրեց ու ինձ իր մեջ էս լավ հատկությունը, հա, հատկանիշը շատ դուր եկավ, որ թեգուս իր հետ խռով մարդիկ, հա, ովքեր իրան նեղացրել են, ինքը չի փամփասում։ Սպանես, ինքը չի փամփասի։ Այդ է հաստատ։ Ինքը շատ դրական անձնավորություն է ու ես նորից եմ ասում, ձուկը իր նման անհանգիստ է, տեսեք, շարժվում է, անհանգիստ բաներ է անում, ու ասեմ, որ էս սիրուն քտով ինչ շատ դուր եկավ։ Վայ։ Այսքանը։ Արդյոք մենք ունենք վարկածներ, թե հրավիրենք արդեն հյուրին ու շփվենք։ Հրավիրենք շփվենք դեմ արդեն։ Օ, հետաքրքիր է։ Մենք արդեն տաղավարում հյուրընկալեցինք մեր գաղտնի հյուրին, ինչպես մեր հերոստատիտողը արդեն ողջ ընթացքում տեսել էր, հյուրը ամենաէպոտաժային կերպարներից մեկը երկրի Ջյուսն է։ Ջյուս, կիսվիր քո կարծիքով։ Հա, իրականում շոկի մեջ է, ես հարցրեցի կողը գիտի նախորը կովանստած, ասում են չէ, դրա համար զարմացա, իրականում ամեն ինչը ճիշտ էր, մենակ ես չեմ հիշում, որ ես ձեր տանն եմ եղել, չգիտեմ խի։ 11 տարի առաջ։ Ձեր տանը հաստատ է։ Հա, մամայի հետ էի եկել ու ես ասեցի, որ ձեր ճակատագիրը չի ստացվելու։ Մաման ասեց, բա ինչ անենք, շատ լավ կիներ, շատ կիրթ, այսօրվա նման հիշում եմ։ Սուրճ առաջարկեց մամաս, մամատ խմեց, բայց դուք չխմեցիք, ասեց անջան ինչ կարանք անենք ու ես ձեզ ասեցի չեք ամուսնանա, եթե ամուսնանաք կբաժանվեք, մի շաբաթ հետո իմ ասելուց ամուսնանում եք։ Հա, ամուսնանում եք ու կարող է ես չեմ եկել, այն մենք տեսնվել ենք իրականում տաղավարում, դա հիշում եմ։ Չէ, տաղավարում ուրեմն ես մի հատ բան ասեմ, որ ես երբ որ եկա Հայաստան ու մասնակցում էի 6-րդ զգայարանին, ես բնականաբար առաջի ետերաշրջանում չկամ ու երկրորդ ետերաշրջանը մենք նկարը վերջացրել ենք, դեռ էֆիր չի գնացել, Ջյուսը եկել է որպես էքսպերտ, հա, այնտեղ նստածել ու չեմ ուզում ասեմ, որ երկչույին ինձ հələ ոչ մեկ չի ճանաչում որպես պայծառատես ու ես նստած եմ ու այսպես երկչույներից մեկը անկախ որևիցե բանից անմեղ տեղը սենց հարձակվում է իմ վրա ու որ ես չարից եմ, ես սադանա եմ ու ես այսպես սենց զարմացած նայում եմ, թե լավ ինչ արեցի իրեն ու բնական էր, ես այդ երկչու ներկան անցյալը բարձրաձայնեցի, կիսաբացով, ինքը փախավ եթերից
ազնիվ խոս, Վատացավ, իբր վատացավ փախավ ու ջուսը ինձ չճանաչելով, եթե չենք ելե դեռ ինքը ինձ պաշտպանում է, ասում է ինչ ես ուզում մարդուց, չես հավատում ինչ ես եկել ու ես այդ միշտ այս 11 տարի է անցել, ես միշտ որ նայում եմ ջուսին երգերը, ես ու չեմ խոսում, այնպես չի որ իր երգերը լսում եմ, բայց միշտ այդ մտքիս մեջ է որ այս կինը ինձ չճանաչելով ինձ պաշտպանեց թե լավ չես սիրում մարդուն կամ չես ճանաչում, ո՞նց կարաս այդպես արդայդվես ու այդ միշտ իմ մեջ տպավորվել էր։ Իսկ առհասարակ ջուս քո տեսակետներն ինչպիսին են ոլորտին, որը ներկայացնում է Անին։ Արդյոք ունես հավատ, վստահում ես։ Հա, դե իհարկե, եթե մարդ ունի տաղանդ այդ ոլորտի մեջ, ու զգում է, ինտուիցիա ունի, զգում է, իհարկե ես հավատում եմ դա հաստատ։ Շատերը նաև նշում են, որ գուշակությունը առհասարակ արգելված է, դա աստուց չի բխում։ Դա լսել եմ այդպիսի բան, բայց եթե մարդը ունի այդ տաղանդը, ունի այդ զգացողությունը, օրինակ Վանգան, բոլորս գիտեք, եթե նա ուներ դա ու ամեն ինչ ասում էր ճիշտ, ինչու ոչ։ Հիմա ունես հարցեր Անիին արդեն առերես շփման ընթացքում։ Հա, ոնց է։ Ինչ հարցեր ունես, ինչով կարող է Շոկի մեջ եմ ճիշտ ասած։ բավարարել պատասխանները, որովհետև ինչպես հաղորդման սկզբում նշեցի, հենց այս տաղավարում հնչում են հարցեր, որոնց պատասխանները մշտապես եղել են օդում կախված, ու այս պահին մենք ունենք այդ հնարավորությունը տալու այդ հարցերի պատասխանները։ Այ կատվի հետ ինչ էիք ասել, ինչ որ կարող է ինչ որ բան լինի։ Հա, ուշադիր եղեք, որովհետև ինքը ձեր այսպես չասեմ, հա, զաշիտա, բայց թալիսման ոնց որ լինի։ Ու կա բաներ, սխալ չհասկանաք, չնեղանաք, որ պահիտակ կարա ինքը սենց մամայի հոգու միջոցով էլ ի հայտ կա, ասենք քեշոյի, սիրի, քո մամայի հոգին։ Ես զգում եմ 24 ժամ քո հետ է, 24 ժամ ինքը քո հետ է։ Ինձ շատերն են ասել, գիտեք, չէ, գուշակներ ասում, այստեղ է տեսնում եմ։ Ու ինքը քեզ պատճ չի թողնում, ու եթե պահիտակ նեղվում ես, արտասվում ես, ինքը ցավ է ապրում։ Իսկ այդ կադուն ես նորից կրկնեմ, որ մի հատ լիպի սենց զզվանք եմ անանում կադվներից ու շներից, բայց քո կատուն շատ մեծ նշան։ Ինքը նախ ազնվական պարոտի կատու է ու այնպես տպավորություն է, ոնց որ իրան այստեղից չեք գնե, դրսից եք բերել։ Դրսից, այո, դրստե չկա այդ բառը, խուճուճ կատու է։ Ինքը ձեզ շատ նվիրված է ու շատ լավ հապլիկ կենտրոնի։ Բայց ոնց անենք, որ իր այդ ինչ-որ բան Չէ, զգուշ եղի, դուրը բաց չթողնես, չկողանան, չտանեն, էլի։ Զուտ այդ գողանալ, բայց ոչ թե Իվանդանալ։ Չէ, չկողանան կամ չգնի մեքենայի տակ, չկողանան։ Դուրը բաց չթողնես, ուշադիր եղի։ Ես միշտ նայում եմ։ Ու հետաքրքիր է 26 թվին ինչ որ հրավերքներ պետք է լինեն այդել։ Հա, շատ լավ հրավերքներ ես ունենալու, նաև անձնական կյանքում մարդ է հանդիպելու, կայացած մարդ, որը Հայաստանից չի լինելու։ Ես տենց է գիտեմ։ Մի քիչ քեզանից մեծ է լինելու, մի 5-ից 7 տարի, ոչ ավետ, բայց ինքը հոգեգան խանգարումներով չի լինելու, որ քեզ ծեզի, բռնության ենթարկի, չէ, ու ես քո բախտը երջանկությունը Հայաստանի հողի վրա չեմ տեսնում։ Դրսում եմ տեսնում։ Բայց մենք պետք է հանդիպենք երևի դրսում, հա, երևի փաստորեն։ Շատ լավ կայացած մարդ է, ես չգիտեմ, կամ կինը բաժանված է իրանից, կամ ինքը կինը մահացած է, բայց ոչ այն պահն է, որ ես ձեզ ասեմ, գիտեք, դուք իր տունը քանդում եք, որտեղ դու այդ տեսակը չեք։ Ես մի քիչ առաջ էլ ասեցի, որ չկա ձեր մոտ երկրորդ տեղ չեք տանի, ինչ որ փառքի համար ոչ մեկի հետ անգողին չեք կիսում։ Դե չբաղուց ամեն ինչ կունենա ես։ Ճիշտ Անին նաև խոսում էր ընկերուհու մասին։ Միգուցե դու բարձրաձայն ես, կա այդպիսի բան։ Հա, ճիշտ է։ Շատ հարազատ ընկերուհի է, որի հետ ապրել ես, օջախ ես կիսել, ինչ որ տեղել ես գնացել եկել ընթացքը, ինքն էլ է լավ մարդ։ Ես չեմ կարող անուն ասեմ, բայց իրոք չեմ կարող, բայց քո ոլորտից է ու շատ լավ բնավորություն ունի, բայց էլի դժբախտ է։ Հա, կարա լինի մի պստիկ։ Չենք տալիս անուն։ Լիլիթ Մի պստիկ չէ շատ։ Լիլիթ Կարապետյան է, շատ հարազատ, իրան որպես քուր, այ այդ ձև։ Հրաշալի, մեր լավ բարեկամ։ Ճիշտ է, ինքն է մի քիչ տենց ունի տենց դժբախտ։
մի հատ բալիկ տեսացես, ես չհասկացա, ծվաբջիջ եք տեղադրելու, ինչ եք անելու, որ ամուսնանաք։ Չէ, ամուսնանալուց հետո, բայց ամուսնանա։ Անպայման փաղող է ամուսնանալու, ասում եմ արդ երգիր, 5-ից 7 տարի։ Ուղակի սենց կողակից, չէ, օֆիցիալի մարդ ես ունենալու, օֆիցիալի մարդ ու բալիկը, ու բալիկն ես ունենալու։ Ինչ հետաքրքիր։ Ու մամայի անունն ես տնելու։ Միշտ մտածում եմ, որ մահացած մարդկանց անունն այնքան բարի մարդ է, որ տեսեք, որ նույն բանը չկրկնվում։ Նույն բախտը չի կրկնվում։ Ուրեմն շատ հաճախ միշտ ինձ թվացել է, որ իմ անունը աշխարհի ամենալավ անունն է, ու միշտ էսպես սենց ինձանից քո բան, մի օր բարեկամուներից մեկը շատ հեռու բարեկամուի ասեց. Այ աղջիկ ջան, այդ զզվելի անունը ով է քու վրա դրել, ասի ինչի, ասեց այդ ավերված կործանված քաղաքի անունը, ու դրանից հետո ես միշտ մտածել եմ, որ անին լավ անուն է, բայց իր ասելուց հետո ասում էի լավ, միգուցե կամ բաներ, որ իմ կյանքում եթե չի ստացվում, այդ անունն է պատճառը։ Բայց ես մտածում եմ, որ ազդում անուն է, հենց այդ։ Եթե մաման մահացած լիներ, ինքնասպանություն գործած լիներ, այդ դեպքում չէր կարելի, բայց այս խեղճկինը հիվանդությունից է մահացել։ Ոնց ես հասկացա, ուռուցքով հիվանդ է եղել, ու այդ նենց չի, որ ինքը չարացած է, իր հոգին չարա, ինքը շատ լավ կին է։ Ես մտածում եմ, որ իր Հա, իմիջայլոց մի բան մոռացա ասել, որ հանրության համար, թեկուզ իմ համար ջուս է, հաց էր անունը, բայց ես տեսա անվան փոփոխություն էր, չեմ կարող ասեմ ինչ անուն եք ունեցել, չեմ կարող, իրոք չեմ կարող, բայց ոնց որ փոփոխություն արված լինի։ Ճիշտ է։ Յանինա էր առաջ, Յանինա։ Սիրուն անուն է, չնայած բայց ես իրաց ջուս ենք սիրուն։ Հա, ես չեմ զգում այդ անուն, չնայած սիրուն անունը։ Ջուս ջան, մեկ է տուն ես փոխելու, ես չգիտեմ, զգում եմ ես, որ հա։ Պետք է վաճառես, ուրիշ առնես, թե ինչ որ անպայման քեզ տան փոփոխություն է լինելու, անպայման։ Բայց վարձ թե վարձով տուն չէ, վարձով տան մասին չէ խոսքը։ Այդ վարձով տունը կարաս այսօր է վեշը հավաքես մի տեղ ապրես վարձով, չէ, քո սեփական տունը։ Մյուս տարի տուն գնել։ Հա, ես զգում եմ, որ պետք լինի։ Սկզբից փագովի տարբերակով է լինելու, հետո արդեն հետո ամուսինը կասի ջանս, ինչ է սանում։ Չէ, լավ ամուսին է հանդիպելու, իրոք լավ ամուսին։ Բայց հայ կիսը հայ թե հայ, ուղղակի դրսի հայ։ Դրսի հայ։ Դրսի հայ է ու չես ունենալու MBC սկեսուր, որ բամպասի, ցավացնի, սուտ խորինի, չէ, հանգիստ քեզ կընդունեն, որտեղ ես չեմ կարծում, որ խելացի մարդը ցես տեսնելով ցես չսիրի։ Իրոք չեմ կարծում, որ քու ներաշխարը տեսնելով քեզ չսիրեն, հասկանում ես։ Ոչ, հետաքրքիր է։ Փաստորեն 26 թվին է լինելու։ 26 թվին ոչ թե ամուսնանալու ես, 26 թվին հանդիպելու ես իրան։ 26 թվին փագովի տուն ես գնելու, հետո ես գիտեի։ Հետո լավ բաներ է սպասվում, քեզ շատ լավ բաներ։ Ֆիզիկին չկորցնես։ Չէ, ես միշտ փակ եմ պահում իրար։ Ֆիզիկին չկորցնես։ Շնորհակալություն քեզ ջուս, որ գտար համարձակություն գալու ու լսելու այն ամենը, ինչը հաճախ շատերը վախենում են անցնել։ Հա, ես չեմ վախենում բացարձակ։ Հա, իմաստը վախենալ, ուրեմն տակցնելու բան ունեն։ Միշտ բացես։ Կամ չէ, շուտ ասում են, մենք նայողներին չենք հավատում, մենք սենց բաների չենք հավատում, մեր Տերը Աստված է ու արդեն դու գիտես, որ ինքը ասենք աշխարհի ամենաանպարոյականն է, ամենաայլասերվածն է, Այն որ միշտ ասում եմ մենք Աստված, բայց իրականում Դե որքան մարդ այնքան կարծիք, այդքան տեսակետ, բայց եւ այնպես մշտապես կան մեր հասարակությունում մարդիկ, ովքեր իրապես գնահատում, արժևորում ու նաև հետևում են պայծառատեսների, մասնավորապես մեր պարագայում Անի Գրիգորյանի տված ցուցումներին ու խոսքին։ Շնորհակալություն քեզ Անի։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ ուզում եմ թե հեռուստադիտողը, թե YouTube-յան ալիքի հետևորդը, ովքեր մեզ դիտում են, տեսնեն, որ կան կարծրատիպեր երկչուհի ջուսի մասին, ուրեմն դրանք սուտ են ժողովուրդ, որտեվ ես նորից եմ ասում, իմ անձնական փորձից ելնելով, մարդը ինձ չճանաչելով, ես ճիշտ է պաշտպանության կարիք չունեի, բայց ինքը ցույց տվեց իր մարդ ու դրական տեսակը, հասկանում եք։ Բայ, շատ մերսի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին մեզ հետևելու համար, առաջարկում եմ շարունակել հետևել մեզ YouTube-ում ու սոցիալական ցանցի մնացյալ էջերում, դուք դիտում եք տեսնելով անտեսանելի թողարկումը, նախագիծ, որտեղ բոլոր հարցերը ստանում են իրենց պատասխանները։ Կհանդիպենք։